Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն։ Պարոն քաղաքապետ, նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրված վավերացումները աճ են գրանցել եւս 15%-ով, հիշեցնեմ, որ նախորդող շաբաթվա ընթացքում առկա էր աճ 18%։ Եվ այսպես բաշխումը տեղի ունեցել հետևյալ կերպ, տրոլեյբուսներում կազմել է վավերացումները 116138, մետրոպոլիտենում 616370, ավտոբուսներում 2,477,848, ընդամենը 3,210,356 կամ թվային տեսքով 423,435։ Միաժամանակ թույլ տվեք ներկայացնել նաև տոմսերի ստուգման միջոցառումների ազդեցությունը նախորդող երկու շաբաթյա համեմատականը այս երկու շաբաթվա ընթացքում էկրանին գրաֆիկի տեսքով այն ներկայացվում է, այսպես նախորդող երկու շաբաթվա ընթացքում կազմել է 4,657,751, իսկ այս երկու շաբաթների ընթացքում 5,997,277, 29.9%-ով աճ է գրանցվել։ Շնորհակալություն եւ վերջին նաեւ երկու շաբաթվա ընթացքում մենք հավելյալ 235 միլիոն գումար ենք հավաքագրել ի համեմատություն դրա նախորդ երկու շաբաթների, որը խոսում է այն մասին, որ կանել որ որոշակի անհարմարություններ մեր նոր մեթոդը ստեղծում է, այնուամենայնիվ հավաքագրման տեսանկյունից եւ կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է եւ փաստացի մենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում, հարգելի գործընկերներ, ուզում եմ այս թվերը բոլորս միասին արձանագրենք եւ բոլորը լսեն, թե ինչ թվերի մասին է խոսքը եւ նորից կրկնեմ բոլոր այն մարդիկ, ովքեր որ բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ նաեւ եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք նաեւ կարելի ասել սպասարկում էին այդ օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում։ Իսկ մենք այս պահին ունենք գալի 45 տրոլեյբուսներ, ուր են հասել մեր տրոլեյբուսները, պարոն Էվոյան։ Տրոլեյբուսների վերջնական այս պահին թարմացված ինֆորմացիա չկա, բայց պետք է որ Ռուսաստանի տարածքում լինեն։ Շատ լավ, այսինքն մոտակա շաբաթների ընթացքում սպասում են 45 նոր տրոլեյբուսներ եւ արդեն 170 նոր ավտոբուսների գնման հայտը պետք է պատրաստեք։ Շնորհակալ եմ, անցնենք